Համբակ գետում տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո Վահե Մելքոնյանի մասին խոսում են ամենուր։ Նրա վերաբերյալ հոդվածներ են գրում, տեսանյութեր նկարահանում, պարզապես զրուցում, անկեղծանում, ասում են ապրես Վահե ջան, իսկական հերոս ես։ Ջրահեղձության դեպքեր եղել են միշտ եւ միշտ կլինեն։ Այս վիճակագրությունում զրոներ չկան։ Բայց կա նաեւ մեկ այլ վիճակագրություն։ Ջրահեղձությունից փրկվածների թիվը միշտ շատ ավելի մեծ է։ Պարզապես դրա մասին չի խոսվում։ Այդ դեպքերը այնքան էլ ազդեցիկ չեն։ Մեր այս հատուկ ռեպորտաժում մենք կպատմենք Վահեի նաեւ փրկած կյանքերի եւ կյանքի հանդեպ սիրո մասին։ Սևանում ծնվել եմ, Սևանա լճի մեջ մեծացել եմ։ Այս իրականում իմ տունս է, որ մինչև հիմա այստեղ եմ, ես լիճը սիրում եմ, շատ եմ սիրում։ Սիրում է ինչպես ամենաթանկ հարազատին, Սևանը այլ բան է Վահեի համար, եւ տունն է, եւ տարերքը։ Առաջին անգամ 2 տարեկան հասակում է հորեղբոր որդու հետ տանից փախել մտել Սևանը։ Հիմա արդեն 25 տարվա պրոֆեսիոնալ ջրասուզակ է։ Ծանր հարց եմ տալիս Վահեին։ Այդ տարիների ընթացքում ինչքան մարմին ես դուրս բերել ջրից։ 70 քանիս ասավ ցավոք, ու էլ անչար էդի սրանից մի 10 տարի առաջ է։ Ինձ էլ տրամուշադրություն չեմ դարձրել։ Եղել են օրեր, երբ 2, նույնիսկ 3 ողբերգական դեպք է գրանցվել, մի տեղից մյուսն է շտապել։ Երկուսը փոքր երեխեք են։ Մեկը Աբարանի ջրանբարում, անգամ վրայից ջրասուզական ակուսները չեմ հանել, ու տենց այդ ակուսներով այս անդերցանքով նստա մեքենան գնացինք Էշմիածին Սև ջուր գետ կա այնտեղ։ Սև ջրից էլ անեցի էլի։ Դա երեխուն։ Ջրասուզակներն ասում են, որ անկախ իրենցից ուրախանում են, երբ գտնում են մարմինը, որովհետև եղել են դեպքեր, երբ ջուրը քշել տարել է ու չեն գտել։ Սա հոգեբանորեն բարդ է հասկանալ։ Ողբերգության մեջ ուրախության ակնթարթ էլ կա։ Աշխատանքն է այդպիսին, դաժան։ Մի դեպք է պատմում ձկնորսի մասին, որի մարմինը գտել են խեղդվելուց 3 տարի հետո։ Մնացորդներից էլի տենց գտա, բարձր խոտերի մեջ շատ բարդ աշխատանք էր։ Դրանից 3 տարի առաջ 2 ձկնորսների մեկի մարմինը գտել էինք, իսկ մյուսին չէին գտել, այդ մյուսի մարմինն է։ Այսպիսի կանոն կա, առաջին րոպեի ընթացքում կարելի է փրկել ջրահեղձվողների 99%-ին, 5-րդ րոպեին նույնքանն արդեն խեղդված է։ Ավելի հեշտ է խոսել փրկվածների մասին, դրանք շատ ավելի շատ են, թիվը Վահեն չի հիշում։ Մենակ հիշում եմ այն մարդկանց, ով չի մոռանում, մեկ-մեկ զանգում են, հանդիպում են։ Քիչ-քիչ հեռանում ենք տխուր պատմություններից, ջրասուզակի գործը միայն մարդ փրկելն ու մարմին հանելը չէ։ Ջրի տակ աշխատանք շատ կա։ Վահեն նաև հիդրոէլեկտրոկայանների ստորջերյա տարածքներում է աշխատում, մասնակցում Սևանի իշխանի բազմացման պետական ծրագրին։ Հայ-ֆրանսիական գիտնականների խմբի հետ է նաև հաճախակի սուզվում։ Երբեմն զավեշտալի պատմություններ են լինում։ Օրինակ հանդիպումը նավակի վրայից ձուկ որսացող պապիկի հետ։ Ես պապիկին տեսել եմ, բայց ինքը չէ։ Որ ասա, տես գլուխս բարձրացեցի, խեղճ մարդը շատ վախեցա։ Ինքը չէր պատկերացնում, որ առավոտ բայլուսով պիտի մի հատ մարդ ջրի տակից ելնի իր դեմը։ Հարցնում եմ, լողալ երևի շատ ես սիրում, թե ուղղակի գործն է այդպիսին։ Վահեն պատասխանում է շատ կարճ։ Ջրում լողալու ժամանակ չունեմ, ու լողալուն կարոտում եմ, շատ։ Մտածեցի հումոր է, Վահեն բացատրեց, որ չէ, լողալը սուզվելը չէ, լողալուց պետք է ջուրը կպնի մարմնիդ, սովետական տարիների հայտնի ֆիլմն ենք հիշում, Երկենցաղ մարդը։ Երկենցաղ մարդ շատ են ասում, շատ են ասում, բայց իխտյան դեր չէ։ Ինձ է Ադալազ Վահեն ասում, երևի կյանքիս մի 30% ջրի տակ անցկալ։ Ջրի տակի գաղտնիքներն ու հազվագյուտ գտածոները մի ուրիշ թեմա են։ Վահեի ավտոտնակը վաղուց արդեն ջրասուզակի գործիքների եւ հազվագյուտ գտածոների տեղ է դարձել։ Ինչի են այսքան շատ։ Օգտագործում եմ տարբեր խորությունների, տարբեր աշխատանքների համար,
Միջև 56 մետր պարզոթով եմ իջել, քեզ ինքը հանում է վերև, իջացնում է ներքև, սա տեխնիկական աշխատանքների համար եմ շատ օգտագործում։ Չորանոց եմ սարքել, ճիշտն ասած ես ներքևինը ժիգուլու ռույլ եմ կտրետվել, սովորական օդա մեջով ցիրկուլացիա է անում, չորացնում է, փայտից այս դետալը որ կա, հավանաբար էդի գտածս նավակի բաննա, ղեկն է, գտել եմ 2012 թվի ձմեռը փետրվարին, 16 մետր խորության վրա, աստղածնային անալիզ արեցին Գերմանիայում, 1800 թվականներն է խորտակվել տղան էլ մեջի, այդ ոսկորների մնացորդները 25-ից 27 տարեկան էր եղել ձկնորսը, սաղ աշխատանքներն արել էինք, հետաքրքիր է, որ անցած տարի ես գտա իր քամարը։ Գտա քամարը, քամարի վրա գրած էր անունը։ Վահեի բացառիկ հավաքածուի մյուս մասը արդեն տանն է։ Այստեղ եւ 1800-ականներին խեղդված ձկնորսի արծաթե գոտին է եւ արժեքավոր հյուրեր։ Նաեւ վաղուց վերացած կենդանիների մնացորդներ կան ու դեռ վերածննդի ժամանակներից հայտնի ջրասուզակի հանդերձանքը։ Ստեղծվել է դեռևս Դա Վինչիի ժամանակից։ Դա Վինչիի գործերի մեջ էլ կան։ Ամբողջ կոմպլեկտը մոտավորապես 125 կիլո է։ Ամեն մի կոշիկս 16 կիլո է կշռում, ջրի տակ ծանր աշխատանքներ անելու համար են 1863 գեթ, ինքը չկրկնվող բան է, էլի, ինքը այսենց հարցակվում է, սրանք սա ոնց որ իմ գանձեր, մեն մի ատիկի վրեն ենքան աշխատանք է էլի, ծանր դժվար, մի փոքր դետալն անելու համար պետք է քեզ ասենք մի 6-7 ժամ ծանր աշխատանք։ Սրանք հազարամյակներ առաջ են վերացել։ Էսի ասենք բեզուար, ընդեղ ազնված է եղնիկների կոտոշները, այս էլ էլի օգտագործվել է որպես խարիսկ, սրանք էլ էլի ջրի տակից գտած են։ Նյութեր էլի շատ կան։ Մի օր այս ամենը Վահեն մտադիր է թանգարանի վերածել։ Երևի երբ արդեն ջրի տակ գործ չունենա։ Ասում են ջրասուզակները այսպիսի կենաց ունեն, որ սուզումների քանակը միշտ հավասար լինի վերելքներին։ Արտակ Հովհաննիսյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։